Հայև, Գարեգին Նժդեհ, Գարեգին Տեր Հարությունյան, ծննդավայրը Նախիջևան, 1886 թվական, պաշտոնը ռազմական և պետական գործիչ, պատգամը պետք է հաղթել, պետք է հաղթանակի լուսապսակ ստեղծել ժողովրդի անվան ու ճակատի շուրջը, իսկ դրա համար պետք է լինել ավելի քան հայ և մարդ։ Գարեգին Նժդեհ հայոց պատմության հոլովույթում մեր նվիրական անունների շարքում իբրև գաղափարական և կազմակերպական հերոս առաջնորդ վեր է հառնում նրա կերպարը։ Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, ում մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը, և ով իր հայրենանվեր կյանքով դասվում է հայոց մեծերի շարքը։ Նա 20-րդ դարասկզբի այն անձանցից է, ովքեր պատմություն կերտեցին իրենց պետական մտածողությամբ ու հայրենիքի սիրո անվերապահ նվիրումով։ Ռազմական հմուտ գործիչը հայոց նոր ռազմահոգեբանության հիմնադիրը դարձավ։ Գարեգին Նժդեհը, նույն ինքը Գարեգին Տեր Հարությունյանը, ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Նախիջևանի Գավառի Կզնութ գյուղում։ Մանուկ հասակում կորցնում է քահանա հորը, և 4 երեխաները մնում են մոր խնամքին։ Նա սովորել է գյուղի ծխական դպրոցում, Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, 2 տարի ուսանել Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժնում։ Զինվորական կրթություն է ստացել Սոֆիայի պետական ռազմական ուսումնարանում։ Այստեղ նա տպագրվում էր թերթերում և գրքույկներ լույս ընծայում։ Սիրելի մայրիկ և եղբայր, վերջապես ստացա ձեր նամակը, որն ինձ շատ ուրախացրեց։ Փառք Աստծո, որ ողջ եք։ Ես էլ եմ ողջ առողջ։ Սիրելի մայր, որքան ուրախ եմ, որ դու ինձ այսքան տխուր ու տրտում ես ծնել։ Ինձ կնքած քահանան շատ է սխալվել, որ անունս Դարդունի չի դրել։ Լևոն ջան, շուտով լույս պիտի տեսնեն իմ բանաստեղծությունները, թվով 70, որոնց մի մասը գրել եմ Սոֆիայի ազատ մթնոլորտում։ Ես Սպայից դպրոցում եմ, որտեղ ուսանողները սովորում են միայն 1 տարի, սովորում եմ դաշնակցության հաշվին։ Գարեգին Տեր Հարությունյանը պատանի տարիքից նվիրվել է ազգային ազատագրական և կուսակցական պայքարին։ 1907 թվականին անդամագրվել Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Երիտասարդ Գարեգինը հեղափոխական ազատագրական պայքարի մկրտություն է ստացել Պարսկաստանում, որտեղից 1908 թվականին գրած նամակներից մեկում առաջին անգամ նշվում է Գարեգին Տեր Հարությունյանի Նժդեհ պանդուխտ օտարական մականունը։ Եղբորը Լևոնին ուղղված նամակներից մեկում Նժդեհը գրում է. Սիրելի Լևոն, ես հեղափոխական անհատականություններից մեկն եմ և այժմ աշխատում եմ հեղափոխական բնագավառում։ Ես շատ եմ կապված ինձ վրա դրված գործերին, որի պատճառով չեմ կարող գործը թողնել հեռանալ։ Սա աքսիոմա է։ Մայրիկը հիվանդ է, ես դա գիտեմ ու հոգիս ցավում է։ Նրան սարսափելի շատ եմ սիրում։ Հարգում եմ իմ մարտիրոս մայրիկին, բայց միթե մայրիկն ուզում է, որ ես հեղափոխական գործը թողնեմ գամ, որպեսզի հետո ընկերներիս ու իմ ամբողջ կազմակերպության առաջ դառնամ ատելի ու նողկալի անհատ։ Հուսով եմ մայրիկը կլավանա։ Ազատության ու հավասարության բոլոր աստվածները կուզենան ու կօգնեն մորս։ Նա իր ողջ կյանքում, թե տվյալ տարիներին և թե հետագա գործունեության ընթացքում, իր ողջ գործունեությամբ եղել է հայ լեզվամտածողության և հայ գաղափարախոսության կրողն ու հանուն դրա մաքարողը։ Լինելով դաշնակցության նշանավոր գործիչ Սամսոն Թադևոսյանի օգնականը, Նժդեհը մասնակցեց Պարսկաստանում ծավալված հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար նա 1909-ին վերադարձավ Կովկաս, որտեղ էլ ձերբակալվեց ցարական իշխանությունների կողմից։ Բանտարկյալի հարցաթերթիկում Գարեգին Նժդեհն իր մասին տվել է հետևյալ տեղեկությունները. Տեր Հարությունյան Գարեգին Եղիշի, ծնված 1886 թվականին, քաղաք Նախիջևան, Երևանի նահանգ։ Զբաղմունքը և մասնագիտությունը լրագրող, ազգությունը հայ։ Նկատենք, որ այս և մի քանի այլ փաստաթղթերում Նժդեհը իր մասնագիտությունը նշում է լրագրող։ Ինչպես հիշար ժամանակահատվածում, այնպես էլ հետագայում Նժդեհն անտարբեր չէր լրագրության նկատմամբ և թղթակցում էր մի շարք պարբերականների։ Նժդեհը բանտարկության ժամանակ մորն ու 6 քույրերին արգելել էր այցելել իրեն։ Այդ բանտարկության մասին նա հայ մայրերին բնորոշող բավականին հուզիչ մի պատմություն է հիշում։ Կալանավոր էի ցարի օրով և մայրս ամեն կիրակի ինձ այցի կուգար հեռավոր գյուղից, կուգար ոտքով։ Իր նյոբեական վշտից ազդված կզայրանայի, որ ինձ համար կնահատակ էր իր անձը։ Ինչ կպատասխաներ, կարգ նստեմ, կարգ վայելեմ, երբ շղթայակիր ու զրկանքների մեջ ես դու։
Դեպի քաղաք ճամփա ընկնելուց առաջ կպատմեն քույրերս։ Մայրիկը հսկում է, կանգնում տիրամոր առջև, արյուն լալիս, կուրծքը եկեղեցու քարերին քսում, մինչև որ արյունեն ստինքները։ Խեղճքի։ Կուզե որ քարերն էլ զգան իր ցավը։ Ահա մայրը, որի նման են բոլոր հայ մայրերը։ Նժդեհը 1910 թվականի վերջերից մինչև 1911 թվականը գտնվել է տարբեր կալանավայրերում։ Նժդեհի ձերբակալության առթիվ է, որ 1909 թվականին նրան զոնում են Արազի ափին ծնած ընկեր տողերով սկսվող հայտնի երգը։ Նժդեհը 3 տարի բանտերում մնալուց հետո մեկնեց Բուլղարիա։ Ռազմական գործի մեջ նա հմտացել է 1912-1913 թվականներին Թուրքիայի դեմ բալկանյան ժողովուրդների մղած պատերազմում, երբ Անդրանիկի հետ միասին ղեկավարում էր հայկական կամավորական վաշտի ռազմական գործողությունները։ Երբ որ Բուլղարիան պայքարում էր Թուրքիայի դեմ, եւ նրանք ստեղծել են իրենց բանակը, հայերը եւս ուզեցան մասնակցել հասկանալի պատճառներով Անդրանիկի նախաձեռնությամբ։ Մի խոսքով ինքը այնտեղ դարձավ որպես սպա հայկական այդ զորաբանակ չի կարելի ասել, զորաճոկատի հրամանատարը։ Այնտեղ շատ մեծ հնարավորություններ ուներ ինքը եւ բազմաթիվ օտար ռազմական գործիչներ, հիմնականում իհարկե բուլղարացիներ, շատ զարմանում են նրա այդ մեծ տաղանդի վրա։ Բոլշևիկյան նշանավոր գործիչ, հետագայում խորհրդային Ռուսաստանի բարձրագույն ղեկավարներից Տրոցկին 1912 թվականի հոկտեմբերին հրապարակած Անդրանիկը եւ իր զորամասը ընդարձակ հոդվածում այսպես է ներկայացնում Նժդեհին. Վաշտի հրամանատարը սպայի հագուստով մի հայ էր, որին դիմում էին պարզապես ընկեր Գարեգին։ Գարեգինը Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնի նախկին ուսանող էր, որը ներգրավել էր Դաշնակցության Լեժինյան նշանավոր դատավարությունում։ 3 տարվա բանտարկությունից հետո արդարացվել։ Նա Սոֆիայում անցել էր զինվորական ուսումնարանի դասընթացները։ Գարեգինը բանաստեղծ էր, հռետոր եւ ռազմիկ։ Գարեգինը իզուր չէ, որ ջոկատին օրական 10 ժամ սովորեցնում էր զորաշարքային արվեստի գաղտնիքները։ Շատ հրամաններ տարուց եւ խոսելուց նրա ձայնը խրպոտել էր։ Նա ջերմ ու տենդ ունեցողի կերպարանք ունի, եւ նրա սև կապույտ մազերը մրկացու պալիքներով դուրս են ցցվել սպայական գլխարկի տակից։ Նժդեհի Անդրանիկի հետ համախորհուրդ հայկական կամավորական գումարտակով ամենից ակտիվ մասնակցություն ունեցան Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ եւ հայ մարտիկների սխրագործությունները ըստ արժանվույն գնահատվեց բուլղարական պետական եւ ռազմական հրամանատարության ղեկավարության կողմից։ Գարեգին Նժդեհի մասին բուլղար ականատեսը գրում է. շարքային զինվորների վերաբերմունքը իրենց վաշտի հրամանատար ողբորուչիկ Գարեգին Նժդեհի նկատմամբ նման չէր սովորական պետի հանդեպ ունեցած հարգանքի, այլ ինչ որ առանձնահատուկ ակնածանքի, կարծես ինչ որ գերագույն էակի առաջ։ 1913 թվականին Գարեգին Նժդեհը Սոֆիայում նշանվեց Եփիմե Սուքյասյանի հետ, որից հետո մեկնում է Ռումինիա, ապա 1914-ին Անդրանիկի եւ բազմաթիվ կամավորականների հետ Բուլղարիայից գալիս է Թիֆլիս։ Այս ընթացքում կնոջը Եփիմե Սուքյասյանին Նժդեհը գրում է. Սիրելի Էփեմիա, այո, մեր աշխարհն այսպիսին է։ Ուզում ես թռչել վեր, ավելի վեր, հեռու, դեպի արևը, բայց այս անխիղճ աշխարհը ջարդում է թևերդ ու ձեռքերդ եւ ստիպում է սողալ։ Ուզում ես ազատ լինես, Աստծո ստեղծած աշխարհին նայես ազատ, բայց այդ անսիրտ աշխարհը քո վրա ծանր լուծ է դնում, վերածում է ստրուկի եւ ստիպում է սողալ։ Ախ, այդ անսիրտ ու անաստված աշխարհը։ Որքան որ ատում եմ այս աշխարհը, նույնքան սիրում եմ քեզ։ Սիրում եմ քեզ ավելի, քան արծիվը բարձր ժայռերը։ Հոգիս, երբ կմեռնեմ, դու հագիր սքոզ գեստ, այցի եկ ինձ, գտիր գերեզմանս եւ լաց գերեզմանիս վրա։ Երբ ես մեռնեմ, դու շատ մի մնա այս մռայլ աշխարհում։ Համբուրում եմ քեզ, քո եղբայր Նժդեհ։ Գարեգին Նժդեհն առաջին աշխարհամարտում եղել է հայկական երկրորդ կամավորական ջոկատի փոխհրամանատար։ 1915-16 թվականներին նա աչքի է ընկել մի շարք կռիվներում ու արշավանքներում։ 1915 թվականի մայիսին մասնակցել է Վանի ժամանակավոր ազատագրմանը։ Հովհաննես Դևեչյանը վկայում է, որ Նժդեհն այդ շրջանում զբաղված էր նաև կամավորական ջոկատներ կազմելու դժվարին գործով։ Ալեքսանդրապոլի ամրոցային գումարտակում ծառայելիս գրում է ականատեսը. երբ Ռուսաստան գնացող զորքը թալանում էր Բերդի արսենալը, հայ զինվորական միությունը, որի նախագահն Ամասիա Սուքյասյանն էր, երկար տանջվում էր Բերդի փրկության ճամփան գտնելու համար։ Նժդեհին կարգադրվեց Բերդը գրավել ռուսներից։ Նժդեհը 3 ժամում հավաքեց մոտ 60 ամեն տեսակի ու հագուստի ուսանողների եւ բոլորովին անաղմուկ գրավեց Բերդը։ Երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը,
եւ Կովկասահայության շրջանում կազմակերպեցին կամավորական գնդեր, Նժդեհը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցավ կամավորական շարժման եւ դրոյի ղեկավարած գնդում, կամավորական գնդում փոխհրամանատարներ։ Հավատի ու պաշտամունքի տաճարում միշտ էլ առաջին տեղը հատկացված են եղել Աստծուն եւ հայրենիքին։ Հայաստանն է եղել երկրավոր սրբազանագույնն ինձ համար, շնչել, ապրել եմ նրանով, միշտ պատրաստ տառապելու, զոհաբերելու եւ մեռնելու նրա համար։ Դա է եղել իմ սրբազան ցավը, կարոտը, ուրախությունը, իմ գոյության իմաստը, իմ անմահությունը, իմ գերագույն իրավունքն ու պարտականությունը։ Ունեցել եմ հարուստ լինելու եւ ճոխ ապրելու ամեն կարելիություն, սակայն ապրել եմ իբրև ժողովրդի մարդ, ամեստորեն, աղքատ կոչվելու աստիճան։ Նյութապաշտությունը հեղափոխականի, զորականի, հայրենասերին համար համարել եմ մեկը մեր աշխարհի ամենամեծ պղծություններն։ Ուշագրավ է նշել, որ Նժդեհի շնորհիվ փրկվեցին դեռևս պատերազմից առաջ Անիում կատարվող հնագիտական պեղումների արդյունքները, հայտնի հայագետ Մարի եւ Թորամանյանի ղեկավարած պեղումների ընթացքում եւ դրանք բարվոք տեղափոխվեցին ռազմական գործողություններից ավելի անվտանգ ապահով տեղ։ Մոտենում էր 1918 թվականի ճակատագրական մայիսը։ Գարեգին Նժդեհի հրամանատարական ունակությունները հատկապես դրսևորվեցին 1918 թվականի մայիսին տեղի ունեցած Ղարաքիլիսայի ճակատամարտում, երբ ոգեշունչ ելույթով դիմելով մարտիկներին նրանց գրոհի տարավ։ Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը, կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը։ Ղարաքիլիսայի երրորդյա հերոսական մարտով հայությունը փաստեց իր հարատևելու կամքը, եւ այդ հավաքական կամքի զորացման գործում անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայի ճակատամարտերը ղեկավարելու համար Նժդեհն արժանացել է ամենաբարձր շքանշանի։ Ղարաքիլիսայի ճակատամարտը փաստորեն առանցքային նշանակություն ունեցավ, եթե չլիներ այդ ճակատամարտը, փաստորեն թուրքերը այն կողմից էին գալու, այսինքն Ղարաքիլիսայի կողմից էլ եւ այս կողմից էլ եւ փաստորեն Հայաստանը պետք է վերանար։ Պիտի խոստովանել, որ առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր ապրող հայությունը չէինք ունենա։ Ղարաքիլիսայի երրորդյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից արարատյան հայությունը եւ հիմք դրեց հայկական պետության։ Միակ տեղը, որտեղ բացարձակապես որևէ մեկը չէր ուզում կռվել, Ղարաքիլիսյանն էր, ոչ թե չէին ուզում կռվել, վախենում էին եւ այլն։ Այնտեղ էր նաեւ Նազարբեկյանն իմիջիայլոց Ղարաքիլիսայում։ Փաստորեն ահռելի մեծ խոչապ էր առաջացել զինվորների մեջ եւ ընդհանրապես որևէ մեկը չէր ուզում կռվել, որովհետեւ հնարավոր չէր կռվել ըստ բոլոր ռազմական տեսությունների, անհնար էր այնտեղ կռիվ անել, հասարեն։ Եվ ինքը կարողանում է լինելով այնտեղ պորուչիկ նախաձեռնում է այդ ամբողջը եւ կազմակերպում է այդ մեծ պատերազմը։ Գյումրիում բնակվելու ընթացքում Նժդեհը Հայաստանի տարբեր բնակավայրերում ծավալել է նաև դասախոսական, քարոզչական ու կազմակերպչական հսկայածավալ գործունեություն։ Չխնայելով իր ուժերը, նա զբաղվում էր ոչ միայն կամավորների հավաքագրմամբ ու զինավարժություններով, այլև գաղափարական, քարոզչական, գրեթե ամենօրյա աշխատանքով։ Նրա ելույթների ազդեցությունը այնքան մեծ է եղել, որ գրեթե բոլոր դասախոսություններից ու ելույթներից հետո շատերը, իսկ երբեմն ամբողջ դահլիճը անդամագրվել են դաշնակցությանն ու կամավորական ջոկատներին։ Ես դաշնակցական եմ եւ համոզված եմ, որ անհատի աշխարհայացքը պիտի համապատասխանի իր ազգի եւ պետության նպատակներին։ Նրա երջանկությունը մեկ հատիկ արդարացում ունի, այն ծառայեցնել իր ցեղի երջանկությանը։ Խորապես կզգամ, թե իմ երջանկությունը ճիշտ այնտեղ է, որ ես կանդամակցեմ դաշնակցությանը։ Եվ որպեսզի իմ գործակցությունը արգասավոր լինի, պարտքս կզգամ ինքնակատարելագործությամբ գերազանցել հայության արտաքին թշնամիներին, իբրև մարտական, բարոյական եւ իմացական ուժ։ Անդամակցելով հայ-աղբական դաշնակցություն կուսակցությանը, Նժդեհը արդեն 1904 թվականից մինչև իր երկրային կյանքի մահկանացուն անձնվիրաբար մաքարեց եւ պայքարեց հանուն իր ազգի ազատագրման։ Նժդեհի համար անչափ կարևոր էր անկախության գաղափարը։
ըստ Նժդեհի մայիսի 28-ը ոչ թե սովորական նվեր է մեծ ազգերի կողմից մեր ժողովրդին, այլև նվաճում այն մեծ, այն եզակի ազատամարտի, որի նմանը չունի ազգերի տարեգրությունը։ Այդ օրը միայն ես հասկացա, որ մի պետության բարոյական բովանդակ մեծությունը կամ ոչնչությունը կարելի է կարդալ նրա քաղաքացիներից մեկի հայացքի վրա, մեկի աչքերի մեջ, եզրափակում է իր խոսքը Գարեգին Նժդեհը։ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո 1918 թվականի վերջին Նժդեհը Հայաստանի կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից Կապանի, Արևելքի եւ Գողթանի Կապարգողթի ընդհանուր հրամանատար։ Նժդեհը փաստորեն դարձավ ամբողջ Զանգեզուրի, Սյունիքի ինքնապաշտպանության կազմակերպիչ ու ղեկավար, որտեղ էլ ցուցաբերեց զորավարական տաղանդ եւ պետական գործի բարձր կարողություններ։ Նա շարունակեց ու զարգացրեց իր նախորդների Անդրանիկի եւ Արսեն Շահմազյանի սկսած գործը ռազմաքաղաքական բարդ ու ծանր պայմաններում։ 1919 թվականի սեպտեմբերի 10-ին Նժդեհն արձակում է իր առաջին հրամանը։ Այսօրվանից ստանձնում եմ Ղափան, Գենուազ, Գողթան միացյալ ուժերի հրամանատարությունը։ Ընծմին հրամայում եմ բոլոր պաշտոնական գործերով դիմել ինձ։ Զորամասի շտաբը գտնվում է Հանքերում, ուր բոլոր ռազմաշտաբների պետերը պետք է ուղարկեն իրենց հաղորդագրությունները։ Ոչ ուշ քան ամսոյ 12-ի ժամը 16-ը տեղեկացնել զինվորների հրացանների, ինչ սիստեմի լինելու, փամփուշտների քանակի մասին։ Ղափան, Գենուազ, Գողթան միացյալ ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար Նժդեհ։ Զանգեզուրի պայքարը փաստորեն նրա այդ ինքնավարությունը, ինքնավար պայքարը փաստորեն եղավ Հայաստանի Հանրապետության պահպանման միակ առանցքը։ Ինչի համար? Որովհետև ռուս-թուրքական ալյանսը, Լենին-Աթաթուրք, ուրեմն նրանք փաստորեն ամեն ինչ անում էին, որպեսզի Զանգեզուրը հանձնեին Ադրբեջանին եւ պարտադրել են Հայաստանի կառավարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որպեսզի նա Զանգեզուրը հանձնեն։ Իբրտե ռուսներին են հանձնում, բայց հասկանալի է։ Եվ ինքը փաստորեն կանգնեց եւ ասաց ես չեմ ենթարկվում։ Եվ կարողացավ նորից անելանելի վիճակում նա կարողացավ պաշտպանել դա։ Զանգեզուրը իր աշխարհագրական դիրքով Ղարաբաղը եւ Նախիջևանը միմյանց կապելով ապահովում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Իսկ Ադրբեջանը Զանգեզուրին տիրելու դեպքում Նախիջևանի վրայով ուղղակից համակային կապ կունենար Թուրքիայի հետ եւ կստանար համաթուրքական ծավալապաշտական ծրագրերի իրականացման հնարավորություն։ Միաժամանակ Հայաստանը 4 կողմից կընկներ թուրքական երկրների շրջափակման մեջ։ Եթե հանկարծ Զանգեզուրն էլ Նախիջևանի Ղարաբաղի նման անցներ Ադրբեջանին, Հայաստանը լորին վրա կոչվում էր Չեզոք գոտի տային, հաստատ պետք է տային վրացներին, եւ պետք է Հայաստանը մնար մոտ 10,000 քառակուսի կիլոմետր տարած, որը հնարավոր չէր որ դա դառնար հանրապետություն։ Ոչինչ չուներ Սյունիքը, գրեթե ոչինչ կռիվ վարելու համար, բայց կար ստեղծված վիճակի լրջության, ինչպես եւ իրեն ընկած դերի բովանդակագիտակցությունը, կար ներցեղային բարոյական զենքերի զենքը, հրաշագործ։ Իմ զինվորը հստակորեն կգիտակցեր, թե հաշտվել Սյունիքի ապաստանած տարագրության կորուստի հետ կնշանակեր հաշտվել հայ ժողովրդի չգոյության հետ։ Դրա համար էլ նա որպես համառ պարտաճանաչություն մնաց պատնեշի վրա, երբ կվճռվեր հայ մտավորականության լինել չլինելու խնդիրը։ Այդ գիտակցությունից ահա կբխեր նրա հրաշագործ պարտաճանաչությունը, որի առջև անզոր գտնվեցին թուրք, թաթար եւ կարմիր հորդանները։ Հիմնականում եւ գերազանցապես Սյունեցու պայքարը մղվում էր սեփական ուժերով եւ Նժդեհիս խոսքերով ներցեղային բարոյականով էին առաջնորդվում։ Զանգեզուրի ժողովուրդը կենաց եւ մահու պայքարի կանգնեց Մուսավաթական Ադրբեջանի նվաճողական ծրագիրը խափանելու համար։ Մուսավաթական Ադրբեջանի քաղաքականությունը անփոփոխ ժառանգեց խորհրդային Ադրբեջանը, թիկունքում ունենալով խորհրդային Ռուսաստանի նրա 11-րդ կարմիր բանակի օժանդակությունը։ Կարմիր զորամասի պետին եւ զինվորական կոմիսարին ուղարկված պաշտոնական գրության մեջ Նժդեհը հետեւյալ միտքն է հայտնում. Ես, որին այնքան հայհոյում են ձեր թերթերն ու թռուցիկները, ավելի շեշտված ու հին սոցիալիստ եմ, քան ձեզ մոլորեցնող Նարիմանովներն ու Կարաևները։ Հանուն իմ հեղափոխական հավատամքի եղել եմ բոլոր բանտերում, Արաքսիափից մինչև Պետրոգրադ։ Ավելի քան 3 տարի ես շղթաներ եմ մաշել բանտերում եւ աքսուրավայրերում։ Գարեգին Նժդեհի կազմակերպած հերոսական պաշտպանությունը ձախողեց թշնամու ձգտումները։
Համեմատաբար փոքրաթիվ ուժերով նա կարողացավ ջախջախիչ հարվածներ հասցնել խորհրդային միացյալ ուժերին, նրանց պատճառելով մեծ կորուստներ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուր Սյունիքի ինքնապաշտպանության համար ստեղծվեց նոր իրադրություն։ Նժդեհը խորհրդային կողմի զինաթափման եւ երկրամասի խորհրդայնացման առաջարկությանը հակադրում էր իր պահանջները, որպիսիք բխում էին հայ ժողովրդի ազգային շահերից։ Խուսափելով քաղաքացիական պատերազմի բորբոքումից եւ համոզված լինելով, որ Զանգեզուրն այլևս Հայաստանի մաս էր, Նժդեհը 1921 թվականի կեսերին դադարեց պայքարը եւ հեռացավ արտասահման։ Նույն թվականին Թավրիզում տարակարծության արդյունքում Նժդեհի դեմ կուսակցական դատը սկսվեց, որտեղ որոշ կուսակցական գործիչներ նրա ռազմական գործունեությունը Լեռնահայաստանի անկման պատճառ համարեցին։ Այդ եւ այլ մեղադրանքներով Նժդեհը հեռացվեց Դաշնակցության շարքերից, որը սակայն չհաստատվեց կուսակցության հերթական ընդհանուր ժողովի համագումարի կողմից։ Այս հանգամանքը, որ կուսակցական ներքին գործունեությանը հարիր էր եւ այդտեղ ոչ մի արտառոց բան չկար, շատ քաղաքական գործիչների կողմից բազմիցս անհիմն ձևով շահարկվել է։ Այդուհանդերձ պատմությունը ապացուցեց, որ Նժդեհը իր գաղափարակից ընկերների եւ Լեռնահայաստանի խիզախ բնակչության հետ միասին փրկեց Զանգեզուրը, ապահովելով նրա միացումը Հայաստանին։ Նժդեհը Սյունիքում հանդես եկավ ոչ թե սոսկ որպես ռազմական հրամանատար, ոչ թե որպես սպա, այլ գաղափարահաղորդ, ոգեշնչող առաջնորդ։ Հետագայում 1937 թվականին Սոֆիայում տպագրվեց Գարեգին Նժդեհի «Իմ պատասխանը» գիրքը, որում մասնավորապես կարդում ենք. Հայոց պատմության ամենապատասխանատու մեկ վայրկյանին, երբ թուրքն ու բոլշևիզմը կդավեին մեր ցեղի գոյության դեմ, դա հերոսական Սյունիքը, որպես հեքիաթային տիտան իր մի բազուկը պահեց իր լեռների վրա թշնամու դեմ, իսկ մյուսը նախախնամաբար երկարեց Արաքսի վրա, որ Արարատյան դաշտից փոկված բազմահազար մտավորական եւ մարտական ընտրանին անվնաս ու անաղետ անցնի Պարսկաստան։ Այսպես այն կորովի դիմադրությունը, որին Կարմիր բանակը չէր հանդիպած Ռուսաստանում, տեսավ մեր լեռնաշխարհում, ու նա տասնյակ հազարներով սպանվածներ, գերիներ ու մեծաքանակ ռազմական ավարտ թողեց։ 1922 թվականին Սյունյաց արծիվը Գարեգին Նժդեհը բռնելով տարագրության ուղին մեկնեց Բուլղարիա։ Նժդեհը հեռացավ Հայաստանից, հայրենիքի կարոտը սրտում, թողնելով իր տապանագիրը, անցորդ, կանգ առ, կանգ անցորդ, այս անհայտ հողաթմբի առջև, որում ինձ տրված չէ հանգչել։ Գերեզման են ուզում մեռելները, անցորդ, ահ, Երանի հայրենի հողում, հողի քնով քնած երջանիկներին երիցս Երանի։ Հանգիստ են ուզում մեռելներն անթաղ, անգերեզման, եւ պիտի հանգչեն, այնժամ պիտի հանգչեմ եւ ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները, Մասիս, Նեմրուդ եւ Սիփան իրար ձայն տան, կանչեն ցնցագին։ Հեյ հեյ, էլի հայուն ենք, էլի հայ, էլի Հայաստան։